Իմիջիայլոց նաև շատ քննարկվում է այն հարցը, թե ինչու Հայաստանի կառավարությունը չի հրապարակում այդ թուղթը եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես պատրաստում եմ այս հարցը։ Գոնե ընդդիմադիր падգամավորները ծանոթանան, որոնք նախ շատ պարզ պատճառով, որովհետեւ այդ թուղթը ունի երկու տեր։ Լավ։ Այդ տերերից մեկը Հայաստանի կառավարությունն է, տերերից մյուսը Ադրբեջանի կառավարությունն է, եւ այստեղ առնվազն այս հարթությունը կա։ Եվ եթե ենթադրենք, որ կան ուժեր, ում պատրվակներ են պետք, որպեսզի այդ թուղթը չստորագրվի, այդ թղթի միակողմանի հրապարակումը կարող է այդ պատրվակների նժարին ինչ որ մի կշիռ ավելացնել։ Ինչ վերաբերվում է ընդդիմադիր падգամավորներին, ես կարծում եմ, որ կան ընդդիմադիր падգամավորներ, ովքեր ծանոթ են տեքստին, բայց նաև հետևյալը ասեմ, այո, եթե հետևյալը կարող եմ ասել, եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որի հետ նախկինում մենք բախվել ենք, որ ընդդիմադիր падգամավորները, ընդ որում ցուցադրելով մեր բաց լինելը, մենք ստեղծում ենք հնարավորություններ, որպեսզի մարդիկ ծանոթանան այդ փաստաթղթին եւ նրանք կարդալուց հետո դուրս են գալիս եւ սկսում են ասուլիսներ տալ, հայտարարություններ տալ փաստաթղթի էությանը չհամապատասխանող բովանդակության մասին։ Այսինքն այստեղ վստահության հարց կա։ Կրկնակի, եռակի, քառակի էներգիա ենք ծախսելու, ապացուցելու համար, որ կամ ճիշտ չեն հասկացել կամ ընդհանրապես իրենց կարդացածը չեն փոխանցում։ Ես նկատի ունեմ, այս էլ է շատ կարևոր վստահության հարց։ Մենք նախկինում հələ այն ժամանակ, երբ մենք չենք հայտարարում, որ այդ նախագծի տակ ես պատրաստ եմ դնել իմ ստորագրությունը։ Պատկերացրեք, դա աշխատանքային իրավիճակ է, այսինքն այդ փաստաթուղթ այդ վիճակում մեծ հավանականությամբ երբեք ուժի մեջ չէր մտնելու։ Եվ այդ աշխատանքային վիճակում մենք ցուցաբերել ենք թափանցիկություն այնքանով, ինչքանով դա հնարավոր է, իմանալով ընդդիմության խուսույթը եւ վերաբերմունքը, մենք տրամադրել ենք, հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի այդ փաստաթղթին ծանոթանան եւ դրանից հետո արվում են հայտարարություններ, որոնք բացարձակապես կապ չունեն իրականության հետ եւ կառավարության մտադրությունների հետ եւ տեղի ունենում վստահության խաթարում։ Այսինքն ինչի համար մենք ստեղծենք իրավիճակ, երբ այն ուժերը, որոնց հիմնական խնդիրը աղավաղելն է խաղաղության գործընթացը եւ նրա էությունը, դա անելու եւս մեկ հնարավորություն ստանան։